Պարոն Սարգսյան, արդեն 9-րդ օրն է, որ քարոզարշավը մեկնարկել է, գիտեմ, որ ակտիվ մասնակցում եք նաև քարոզարշավին։ Նախ ինչ արձանագրումներ եք արել էջմիածինցիների հետ շփումների ընթացքում եւ ինչ առաջնահերթություններ եք առանձնացրել ձեզ համար ձեր տեխնացուի հաղթելու պարագայում, այսպես որոնք են ձեր ուժի համար լինելու առաջնահերթություններ եւ նաև քաղաքացիների հետ շփումները ձեզ ինչ են հուշում։ Պիտի ասեմ, որ մեր տեխնացուի առումով տարբերությունը հետևյալում է, որ մեր տեխնացուն շատ ավելի քաղաքական է եւ խնդիրները կապում է աշխարհաքաղաքական խնդիրների հետ, ինչը ճիշտ է անում, ինչը մարտավարության առումով նաեւ մենք ենք որոշել, որովհետեւ մյուս թևը, մյուս 6 տեխնացուները, որոնք հիմնականում ռուսական ուղեցրում են, իրենք ասում են, որ Էջմիածնում իշխանությունը փոխում են, որ հետո գնան Երևան քաղաքում փոխեն, որ հետո ինչ անեն, գնան նոյեմբերի 9-րդ կետին, այսինքն իրենք Լավրովը եւ Իլհամ Ալիևը նույն կերպ են մտածում, դրա համար նա նախաստորագրում է, չի ստորագրում, Լավրովն էլ ասում է, որևէ ջանք չի խնայելու, եւ մենք կարծում ենք դա ամենաէականն է, դա շատ ավելի էական է, թե Էջմիածնում քաղաքապետ ով կլինի եւ ինչ որակով աղբանության աշխատանքներ կանի եւ այս առումով մեր տեխնացուն Հարությունը Մկրտչյան շատ լավ տարբերվում է մյուս բոլոր այդ թեմաներից չեն խոսում ընդհանրապես եւ մեր ընտրողը հիմնականում քաղաքական ընտրողն է որը ընտրություն է կատարում ապագայի մեջ ապագա Հայաստանի ինչպիսի Հայաստան ենք ուզում ինչպիսի Էջմիածին ենք ուզում ենք որ նա լինի Վարկուտայի կամ Տամբովի նման թե ուզում ենք Վատիկանի նման Էջմիածին ունենալ եվրոպական չափանիշներով քաղաք, մերը էս խնդրում է։ Ընդհանուր շփումների բուկլետներ բաժանելու ժամանակ երկու անգամ ինձ պատահել է, որ բուկլետը տվել եմ, ասել են մենք համար 7-ին ենք ընտրելու, ես ասել եմ լավ եք անելու, ու վերջ, ուրիշ որևէ մեկի անուն չեն տվել, լրիվ անկեղծ, եթե տված լինեին, ուրիշների անունն էլ կասեին։ Պարոն Սարգսյան, բայց ընտրողի մոտ այդ գիտակցումը կա, թե ինչի մեջ է ինքն ընտրելու, որովհետև այստեղ պարբերաբար խոսվում է, որ Գյումրի 2 սցենար չի կրկնվելու, նաև ձեր տեխնացուն Հարություն Մկրտչյանն է այդ մասին խոսում, եւ նաև դուք էլ կարևոր շեշտադրումներ արեցիք, որ ձեր տեխնացուն ավելի շատ քաղաքական հենց շեշտադրումներ է անում, որ ռուսական ուղեծիր տանող տեխնացուները չեն ընտրվելու, բայց քաղաքացին դա գիտակցում է, որովհետև Գյումրիում կարծես թե պատկերը հակառակն էր եւ Գյումրիում դա ստացվեց գոնե առնվազն։ Հիմա այստեղ այդ ընկալումը կա։ Կարծիքով Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար լինի էջմիածինցի թե Արարատ գյուղացի, որի բնակիչն եմ ես, համար մեկ խնդիրը անվտանգությունն է եւ նոր պատերազմ չլինելը։ Եվ քաղաքական ուժերը, որոնք մասնակցում են Էջմիածնում կամ Արարատ գյուղում կամ մեկ այլ տեղ, պիտի կարողանան ասել, թե իրենք ինչպես են տեսնում խաղաղության գործընթացը պահելն ու ապահովելը։ Եվ այս առումով այս խնդիրը ամենաառաջնայինն է։ Դա ցույց են տալիս նաև բոլոր հարցումները։ Երկրորդ խնդիրը աշխատատեղերն են, մարդկանց զբաղվածության խնդիրը, բայց միևնույն է, առ այսօր համար մեկ խնդիրը անվտանգությունն է։ Անվտանգության այն մեխանիզմը, ինչը Հայաստանն ուներ, Լեռնային Ղարաբաղում իրեն չարդարացրեց, Հայաստանի սահմաններին իրեն չարդարացրեց, նույն Ռուսաստանը անգամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչեց, երկրորդ Ռուսաստանը իր պարտավորությունները չի կատարում ամբողջ աշխարհում, Սիրիայի Բաշար ալ-Ասադը, որ իրեն ամենանվիրված լիդերներից էր, այդ նույն Սիրիան Ռուսաստանը վաճառեց Թուրքիային, Էրդողանին, Ռուսաստանը տվեց այդ Էրդողանին։ Նույն Լեռնային Ղարաբաղի իշխանությունները Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, հետո նաև Արայիկա Հարությունյան մնացին ռուսական գծի մեջ եւ նույն այդ Ռուսաստանը այդ մարդկանց հանձնեց Ադրբեջանին։ Հետևաբար անվտանգության առումով Ռուսաստանի գծի մեջ մնացածները այդ առաջի համարից մինչև քանիս են 6 հոգին, որ կան ռուսական, որ հիմա էլ փորձում են, այսպես ասած, սխոտկաներ անել, պարզելու իրար մեջ դերերը բաժանելու, թե ոնց անեն, որ այստեղ վաղար շաբաթում կարողանան արդյունքներ գրանցել, այդ գծի մեջ ուղղակի բոբիկ են եւ այդ գծի մեջ Հարությունը իրենց լավ էլ մերկացնում է։ Ինչ վերաբերվում է թե Գյումրիում քաղաքացին հասու էր, այստեղ հասու չի, գիտեք, Գյումրիում այդ քարոզչությունը չարվեց, Գյումրիում ընդդիմության մասնակցության թերություններից մեկն էլ նա էր, որ աշխարհաքաղաքական խնդիրների վրա շեշտը քիչ դրվեց, որ հիմնական խնդիր դրվեց նաև Գյումրիում
տեղական ինքնակառավարման մարմինների մյուս թևից առաջադրված տեխնացուի, մասնավորապես Վարդան Ղուկասյանին վարկաբեկելու առումով կամ նրա նախկին գործունեությունը քննադատելու առումով, ինչը հակառակ արդյունքը տվեց, որտեղ սև գովազդն էլ գովազդ է, եւ երկրորդ Վարդան Ղուկասյանը վատ թե լավ նախկին Գյումրի քաղաքի քաղաքապետերից միակն էր, ում պաշտոնավարման ժամանակ Գյումրիի արտաքին տեսքի մեջ որոշակի փոփոխություններ էր եղել։ Խնդիրը այն չի, որ Վարդան Ղուկասյանը լավ կառավարիչ է, բացարձակ, ուղղակի այդ ժամանակներն այդպիսին էին, երկրաշարժից հետո ֆինանսավորումներ եւ այլը, եւ այս համատեքստում այո, աշխատանք կար, որը արված էր։ Ցավոք սրտի նրանից հետո եկած քաղաքապետերը որևէ մեկը որևէ բան չարեց, որով կարող էր աչքի ընկներ, բայց այստեղ էլ խնդիրը նրանում է, որ իմ կարծիքով նաև Գյումրի ընտրողը եւ Վաղարշապատի ընտրողը տարբեր են, շատ տարբեր են։ Իրեք Գյումրի ընտրողը, քանի որ ռուսական բազան այնտեղ է, որոշակի առումով ռուսական ազդեցությունը մեծ է։ Երկրորդ արտագնաաշխատանքի իրենց մոտեցումներն ուրիշ են։ Երրորդ քաղաքական առումով այնտեղ մի քիչ այդ Վարդան Ղուկասյաններ եւ այլը որոշակի կլանային հարաբերություն հանգամանքներ են ստեղծել։ Չորրորդ այդ թիմ ու այդ մարդկանց բոլորի վրա դատական խնդիրներ կար եւ այդ մարդկանց քարոզությունը հետեւյալում էր՝ մեզ ընտրեք, որ մեզ չդատեն։ Իսկ մեր ժողովուրդը այդպես է, ինքը չի սիրում, որ մարդուն դատում են եւ միշտ դատվող մարդուն փորձում է օգնել, եթե այդ մարդն էլ ինչ-որ ժամանակ իրեն ինչ-որ կերպ օգտակար է եղել, իրեն պարտքի է համարում։ Այսինքն այս հանգամանքները բերեցին դրան, բերեցին այդ հանգամանքին, նաև տեխնացուների խնդիրներ կար։ Իմ կարծիքով, ասենք, տեխնացուներն էլ համեմատելու չեն Գյումրիի եւ այստեղի, էլի։ Իսկ Գյումրիի քաղաքապետի այդ հայտնի հայտարարությունը, որ մենք պիտի դառնանք միութենական պետության մաս, եւ նաեւ այստեղ էլ առաջադրված ՀՅԴ-ով առաջադրված Սևակ Խաչատրյանը հայտարարում էր, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիները ամենաարժանապատիվ զարգացման տարիներն են եղել եւ այսպես շարունակ։ Այս հայտարարությունները ձեզ ավելի շատ գալիս են օգնելու, թե հակառակը։ Գիտեք, շատ լավ է, ես դրական եմ վերաբերվում, երբ որ մարդիկ անկեղծ իրենց դիրքորոշումն ու կողմնորոշումն ասում են, եւ դիրքորոշման եւ կողմնորոշման առումով կարելի է նաեւ բանավեճել։ Ցավոք Սևակը չեկավ այդ բանավեճին, որպեսզի ապացուցեր, որ Ռոբերտ Քոչարյանի տարիները ոչ թե արյունալի են եղել, ոչ թե ձեռքբերումների են եղել, այո, խաղաղություն է եղել, բայց այդ ընթացքում Ադրբեջանի բանակի վրա դրվող ծախսերը հասել են 1 միլիարդի եւ ավելի, 1 միլիարդ 100 միլիոնի, իսկ Հայաստանին մնացել են 300,000-ի։ Այսինքն մենք ժամանակից հետ ենք ընկել եւ այն առաջընթացը, ինչը նախատեսվում էր, որ արվեր եւ ինչը պլանավորել էր անել Վազգեն Սարգսյանը, դա տեղի չունեցավ։ Ամբողջ խնդիրը հենց դրանում էր, եթե դա տեղի ունենար ու այդ ծախսերը այդ մակարդակին չլինեին, բանակի բյուջեների տարբերությունը նման մեծ տարբերություն չունենար, 2020-ի պատերազմը չէր լինի։ Իսկ դրա համար Վազգենը 3 բաներ անում՝ ժողովրդավարություն 1, Հայաստանի ունեցած բնական ռեսուրսները ճիշտ օգտագործել 2, բոլորդ հիշում եք Վազգենի Սյունիքում նկարները, այ Չինարարի սաղավարտը գլխին դրած, Կապանի լեռնամետալուրգիական հանքավայրի հորատանցքերում, հետո նաև Քաջարանում եւ երրորդ կոռուպցիայի դեմ պայքար։ Ռոբերտ Քոչարյանը այս 3-ից ոչ մեկ չարեց, ոչ մեկ։ Ժողովրդավարության հերն անիծեց, այդ Հայաստանի համար մեկ հարստություն համարվող կամ ամենակարևոր տարածք համարվող տարածքը փորձում էր փոխանակել Լաչինի Միջանցքի հետ, այդ գործարանները ուզում էր սնանկով վաճառել, ես խաղագարեցի ու այդ օրվանից դառա իր թշնամին, որտեղ այնտեղ ֆերոմոլիբդենի վառարաններ դրեցի ու ինքը այդ օտարեց ռուսական կապիտալին, էլի օտարին, այսօր մտածում է, ասում է, ինչի մենք երկաթգիծը տանք օտարին։ Երկաթգիծը դու ես 2008 թվականին քո պաշտոնավարումից մի ամիս առաջ օտարել ռուսներին, դու մեր ունենալուց ես խոսում։ Այսինքն այս համատեքստում բանավիճելու տեղ չունի Սևակը եւ հավանաբար դրա համար էլ չեկավ եւ այս խնդիրները, որոնք որ իրենք բարձրացնում են ռուսական
համատեքստի հետ կապված, գիտեք, կան մարդիկ, ովքեր ատում են նախկին իշխանություններին, եւ կան մարդիկ, ովքեր ատում են այսօրվա իշխանություններին։ Եվ կա մարդկանց մի հատ շատ մեծ խումբ, որը նախկին իշխանություններին այնքան շատ է ատում, որ այսօրվա իշխանությունների այդ եղած թերությունները նրանց համեմատ համարում են բեղմ։ Այդ մեր ընտրողն է։ Այն նրանք, ովքեր այսօրվա իշխանություններին էլ չեն սիրում, բայց նախկին իշխանություններին ատում են, ես կարծում եմ, որ իրենք քվեն գալու են տան մեզ։ Իսկ այն մարդիկ, ովքեր այսօրվա իշխանություններին ատում են, նրանք սևակին են քվե տալու, ու միայն սևակին են տալու, իրենց հիմնական տեխնացուն սևակն է, մնացածը բուտաֆորիա են։ Սևակ Խաչատրյանին քաղաքապետ դարձնելու համար։ Այո, Սևակ Խաչատրյանը այս համայնքի վարդանիքն է, այդ դերին են իրեն նշանակել, ու ընդհանուր համատեքստը այդ ուղղությամբ էլ աշխատում է, իրենք բոլորն էլ այդ հասկանում են, որ իրենք ընդհանրապես դեկորացիա են, իրենց խնդիրն է որոշակի չափի այնտեղ քվե վերցնել Սևակին աջակցելու համար, բայց այս խնդիրը այդ բողոքական գործող իշխանությունից բողոքական քվեի խնդիրը քաղաքական ենթատեքստ, աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի։ Աշխարհաքաղաքական ենթատեքստը այն մարդկանց մոտ է, ովքեր ընտրության չեն գալիս, ովքեր երկուսից էլ դժգոհ են, բայց ընտրության չեն գալիս։ Այստեղ երբ որ այդ մարդուն բացատրում ես, որ եթե դու ընտրության չես գալիս, այդ աշխարհաքաղաքական համատեքստը աշխատելու է Ռուսաստանի օգտին, Լավրովի օգտին, ով ասում է ջանք ու եռանդ չենք խնայելու այստեղ փոփոխություններ անելու համար։ Իրեն է ուղղված մեր խոսքը, մեր ելույթները, որ ինքը գա մասնակցի, իսկ իր քվեն մերն է լինելու, որտեվ ինքը այդ պարագայում նախկիններին չի տալու, նորերից դժգոհ է, ու քանի որ նախկինին որևէ պարագայում չի տալու, նորից էլ դժգոհ է, չի ուզում տալ, ինքը գա ընտրատեղամաս, իր միակ այլընտրանքը մենք ենք։ Եվ այդ առումով է, որ մենք ասում ենք, որ մենք այլընտրանք ենք։ Պարոն Սարգսյան, Էջմիածինը նաև տարբերվում է նրանով, որ մայրաթոռն է հենց այստեղ տեղակայված եւ նաև մենք գիտենք, թե նույն ձեր տեխնացուն Հարություն Մկրտչյանը ինչ վերաբերմունք ունի տեղի ունեցող process-ների հետ, նկատի ունեմ կաթողիկոսի հեռանալու հետ, վարչապետի պահանջի հետ կապված եւ բազմիցս արտահայտվել է այդ մասին։ Սա ինչ է կարծում, ավելի շատ խանգարող թե էլի օգնող հանգամանք է լինելու եւ արդյոք մայրաթոռը այստեղ չունի լծակներ, որոնք կարող է նաև կիրառել։ Գիտեք, Հարություն Մկրտչյանը մեր կուսակցության անդամ չի, ինքը հանրային գործիչ է եւ հանրային իր սեփական մոտեցումը ու պատկերացումն ունի եւ եկեղեցի ու Հայաստանի Հանրապետության իշխանություններ համատեքստում ինքը ասում է իր տեսակետը, որոնց մեծ մասի հետ ես համաձայն չեմ, բայց ինքը իրավունք ունի իր տեսակետն ասելու, ես էլ իրավունք ունեմ իմ տեսակետը պնդելու։ Ես համարում եմ, որ այդ հակադրությունը արդյունքներ չի տալու, իսկ եթե տալու է շատ ժամանակ հետո։ Ես այն կարծիքին եմ, որ եկեղեցին իհարկե վերափոխման կարիք ունի եւ եկեղեցուն խնդիրները շատ են կուտակվել։ Դրանք շատ հին են եւ շատ են կուտակվել։ Բազմաթիվ ուղղություններ կան, որոնց մասով ես ուղղակի կարող եմ ասել, որ Դպրևանքում եղել է Դերենիկ Սրբազան, ովքեր գիտեն, կհասկանան, թե ես ինչի մասին եմ խոսում, ու իրենք լռել են, ոչ մի բան չեն ասել այդ առումով, ու դա նոր Դերենիկ Սրբազաններ է ծնել։ Այսինքն չբարձրաձայնելը ինքը շատ վատ է անդրադառնում, բայց բարձրաձայնողը չպետք է լինի երկրի առաջին դեմքը իմ կարծիքով։ Այդ ուրիշ խնդիր է, ուրիշ հարթությունում լուծվող եւ այդ խնդիրները այդ հարթությունում լուծելու հնարավորություններ նաեւ քաղաքական ուժերն ունեն, նաեւ անհատներն ունեն, նաեւ մշակույթի ոլորտի մարդիկ ունեն, որ դրան անդրադառնալու բարձրաձայնել է պետք միանշանակ, բայց ես կարծում եմ, որ այս հակադրությունը իր մեջ լուծումներ չի պարունակում, ընդ որում սահմանադրական լուծումներ չի պարունակում, հետևաբար այս առումով խնդիր կա։ Եվ վերջում շատ կարճ, պարոն Սարգսյան, ինչու պիտի Էջմիածնի քաղաքացին ընտրի հենց ձեր տեխնացուին։ Գիտեք, այդ հարցը պիտի տակ Հարություն Մկրտչյանին։ Էջմիածնի տեխնացուն իմ կարծիքով պիտի ընտրի Հանրապետություն կուսակցությանը եւ պիտի ընտրի Հանրապետություն կուսակցությանը, որովհետեւ Հանրապետություն կուսակցությունը
Հայաստանի զարգացման աշխարհաքաղաքական կուրսը տեսնում է ոչ թե Ռուսաստանի հետ, այլ զարգացող եւ բարեկեցիկ աշխարհի հետ։ Մենք Ռուսաստանից փոխվելու, Էջմիածինը Վատիկան դարձնելու, ոչ թե Վարկուտա դարձնելու կողմնակիցն ենք։ Այսինքն մենք գտնում ենք, որ մեր պետությունը պիտի զարգանա աշխարհի զարգացման նոր տեխնոլոգիական հունով, ունենա թռիչքային աճեր եւ բարեբախտաբար ինչ որ առումով էլ այսօր այդ հնարավորություններն ունենք եւ ինչ որ առումով էլ այդ հնարավորությունների դաշտում որոշակի գործընթացներ գնում են։ Դա Աստված որ դրանք շարունակվեն։ Մեկը արդարացումը, Վարդանիկի